Հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Արամ Մարտիրոսյանին, ադմիրալին, բոլորիդ կողմից լավ ճանաչված, ովքեր համացանցում ակտիվ հետևում են, բարև Արամ ջան, գալուս մեր տաղավար եւս մեկ անգամ։ Բարև ձեզ։ Արամ ջան, ուզում եմ այսօր հատուկ առանց որևիցե մեկ այլ հյուրի քո հետ զրուցեմ, որովհետեւ քո կարծիքը նույնպես շատ բազմաթիվ մարդիկ ուզում են իմանալ քո կարծիքը այն ինչ որ տեղի ունենում մեր այսօրվա առօրյայում, թե աշխարհաքաղաքական կոնտեքստի մեջ, թե ներքին հայկական քաղաքականության մեջ, այ հենց սկզբից սկսենք, էլի, հենց Հայաստանից սկսենք։ Ինչ է այսօր տեղի ունենում այստեղ։ Կարաս ինչքան ուզում ես հետ գնաս։ Ես թողում եմ դա քեզ։ Չէ, իմ համար կա քաղաքական դաշտ անձամբ իմ համար բաժանված մինչև 21 թիվ ու 21 թվից հետո։ Ու մենք այսօր ունենք այսօրով ասենք քաղաքական դաշտը ու այսօրվա այդ ծայրահեղությունները, որը որ կարելի է տեսնել հեռուստատեսության, ցանցում, ասենք, վիդեոների եւ այլի միջոցով։ Ինչ ենք տեսնում այսօր, ասենք, ժողովրդին բաժանել են շատ փոքր մասերի։ Շատ մանր մասերի, նայեք, օրինակ, այսօր Հ1-ի լրատվական կանալում ցույց տվեցին երեկո այսօր կրկնեցին, ասենք, հարցումները, թե ով ինչքան տոկոս ունի եւ այլն։ Ասենք նայում է այդ հարցումները ու ինչ եզրակացություն կարելի է գալ, որ կա կոնկրետ ուղղորդացություն, կա կոնկրետ ուժերի ներդրում, որպեսզի վերարտադրվի այսօրվա իշխանությունները, ու միևնույն ժամանակ չկա ինչ որ մի նոր ուժ, որը որ կարող հակադրվեր բոլոր նախկիններին ու բոլոր ներկաներին։ Ես այդ տեսնում եմ կոնկրետ։ Այդ բոլոր նոր ուժերը, որոնք որ ասենք ստեղծվել են, ու խոսքի դաժե նշեմ, չէ, օրինակ Քոչարի կուսակցություն կամ մանր-մունր ասենք Արսեն Սարգսյան եւ այլ, իրանց մասին ոչ մեկ դաժե չգիտի դաժե ընդհանրապես։ Չէ, Քոչարի կուսակցության մասին ես կասեի, որ դեն չի, բավականաչափ մարդիկ արդեն գիտեն, հետևում են, միացել են, դա ես իմ հետևություններն եմ անում։ Ունեմ իմ տեսակետս այդ մասին, Արամ ջան։ Արսեն Սարգսյանի մասին որ ասեք, ինքն էլ ունի իր չափով, իր ունեցած ռեսուրսների չափով, դե օլիգարխ չի։ Չէ, դե Արսեն ջան, ես նկատի ունեմ։ Ուզում եմ ասեմ, ես նկատի ունեմ, գիտես ոնց։ Խոսքի TikTok հարթակում կամ Facebook-ում կամ YouTube-ում կոնկրետ ասենք նշելով, զրուցելով, չէ, օրինակ մենք երեքով ունեցել ենք զրույց, չէ։ Հա ինչ որ մի քանակի մարդ, որոնք որ ակտիվ են ցանցերում, գիտեն իրաց մասին։ Բայց ես հիմա ասում եմ կոնկրետ, իմ կոնկրետ ստացած ասենք ինֆորմացիայով ինչ մոմենտով ասենք, ես մարդկանց հետ զրուցում եմ փողոցում, չէ, խոսքի։ Հարցնում եմ, ում գիտեն, ում չգիտեն։ Այդ անունները ընդհանրապես չեն լսել։ Սրա մեջ է հարցը։ Մեր ժողովուրդը այսօր բաժանված է մի մասի, որը միան նայում է Ֆրինույս ու Հ1, 5-րդ կանալ, կենտրոն եւ այլը ոչ մեկ չի նայում այդ մասը։ Կա մաս, որը որ նայում են 5-րդ կանալ, կենտրոն ու չեն նայում Ֆրինույս ու Հ1։ Այսպես բաժանված են։ Ամեն մեկ ունի իր սիրած կանալը, ամեն մեկ ունի իր սիրած քաղաքագետը, ամեն մեկ ունի իր սիրած կուսակցական գործիչ, որից բացի ինքը ոչ մի բան չի նայում։ Ընդհանրապես չի հետաքրքրվում։ Այսինքն մենք ունենք շատ ուժեղ։ Դոկտոր, դիագնոզն ասա։ Ինչ ունենք։ Դիագնոզը ես կարող եմ ասեմ, որ ես խորհուրդ եմ տալիս այդ ուժերին ավելի լայն աշխատել մարդկանց հետ դաշտում կոնկրետ աշխատել, որովհետև ես չգիտեմ ոնց մարդուն ստիպես, որպեսզի կոնկրետ նայի ու իմանա թե ով է, ինչ ձևով։ Երբ ապրիլի 22-ին է, չէ, վերջի օրը հայտերի ընտրությունների։ Ինչքան հիշում եմ, հա։ Ու սկսում է այդ քարոզարշավը ասենք ընտրությունների։ Ես կարող եմ խորհուրդ տամ հատկապես նոր ուժերին, որոնց մասին ոչ մեկը չգիտի, չէ, որ ավելի լայն աշխատեն մասաների հետ, կոնկրետ դաշտերում, գյուղերում, քաղաքներում, որտեղ իրանք չունեն ուրիշ հնարավորություն ինչ որ մի ձևով, ասենք, մարդկանց հասնելու ինֆորմացիա, թե իրանք ով են։ Ես ինչքան գիտեմ, սահմանափակված է 800 միլիոն դրամով ռեկլամա։ Ուժերի, ասենք, հեռուստատեսությունում եւ այլն։ Ինչ որ ուժ ունի այդ փողը, ինչ որ ուժ ընդհանրապես չունի, բայց ստացվում է, որ այն կուսակցությունները, որոնք ունեն ֆինանսներ, ձրի, այդ չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Ոնց ինչքան ես գիտեմ, ձրի էլ է տրամադրվում։ Ну ձրի տրամադրումը համենքով միայն։ Պետրոսի մոտ խոսքի, հա, Պետրոսի մոտ որ գալիս են 4 հոգի կանգնում են, 4 տարբեր ուժ, չէ։
ես մի քանի անգամ նայել եմ։ Շարքերի մեջ տարբեր ուժեր։ Չէ, ինչի, տարբեր ուժեր, խոսքի այնտեղ ես մի անգամ տեսել եմ կանգնած է Սուրենյանցը, կանգնած է ՔՊ-ից ինչ որ մի падգամավոր, կանգնած է այն Արամ Սարգսյանի կուսակցությունից, ոնց հայրենիքներ իրանա թե որը։ Հիմի Սաղինը, չէ, Հայրենիքը Վանեցյանի կուսակցություն։ Հա, հայրենիքը չէ, Հայաստանը, ինչքան գիտեմ։ Լավ, անգիր չեմ հիշում։ Ոնց էր իրան։ Հանրապետություն, հա։ Ու կանգնած է Քոչարյանից մարդ, այսինքն 4 հոգի առանձին կանգնած են։ Ու նայեմ ես այդ զրույցը, ճիշտ նայած ընդհանրապես ոչ իման չես հասկանում։ Իրար չեն թողում խոսան, չեն թողում լսեն, մարդիկ չեն էլ հասկանում ով է։ Այսինքն շատ լավ, տեսեք, քաղաքական դաշտում տեղի ունեցավ հետևյալ իրադարձություններ։ Արդեն կան ուժեր, որոնք հիմնավորելով, որ իրենք չեն ուզում պարակտում մտցնել ընդդիմության դաշտում, չեն ուզում նորից մի բևեռ ստեղծեն, մարդկանց գցեն երկմտանքի մեջ, ում տալ, ոնց տալ։ Իրենք հրաժարվեցին ընդհանրապես մասնակցելու եւ հայտարարություն արեցին, որ իրենք պատրաստ են ունեցած հնարավորություններով եւ ռեսուրսներով օգտակար լինել ընդդիմությանը, ովքեր պայքարում են իրենց խոսքով չխարիկին հեռացնելու, այսինքն Փաշինյանի կուսակցությանը չթողնելու վերադարձնելու։ Երկուսին ընդհանրապես նշեմ Հանրապետական կուսակցությունը եւ Արթուր Վանեցյանի հայրենիք կուսակցությունը։ Արթուր Վանեցյանը, կստացի, ամենաառաջինն էր, որ խոսեց դրա մասին եւ ասաց ինքը չի տեսնում այս կոնֆիգուրացիայում պայքարի այս ձևը, այսինքն ինքը ոչ թե ասում է չի կարելի պայքարել, ասած ինքը ուրիշ ձև է տեսնում, ինքը չուզեցավ առանձին ինչ-որ մի հատ բևեռել ինքը դառնա, առանձին ինչ-որ մի ուժ դառնա, որովհետեւ պարակտում լինի եւ հնարավորինս եթե իր դեմ աշխատեն փորձեն այդ Էշմիածնի պես մի քանի ձայնով իրան փոշիացնող իդակ կպցնեն, մարդը որոշում կայացրեց իր կուսակցության ակտիվ հետ միասին, որ չմասնակցի։ Ոնց եք վերաբերվում։ Ոնց կարամ ասեմ, ասենք հայրենիքն է, չէ, Վանեսյանը։ Ես հաշվում եմ, որ շատ ճիշտ արեց ինքը, որովհետև ասենք եկեք հիշենք, օրինակ ինքը Սերժի հետ միասին այն ժամանակ կազմեցին խմբակցություն, հա, պատիվ ունեմ, անցան ազգային ժողով, բայց անցան քանակով, որը որ չէր կարող ունենալ էական ազդեցություն ազգային ժողովի վարվելակերպի վրա։ Չուներ այդ ազդեցություն։ Մարդը դրեց մանդատը դուրս եկավ։ Հիմա ես sense եմ հասկանում, որ իրանք մտածեցին, եթե իրանք պետք է անցնեն էլի փոքր քանակով ազգային ժողով, նորից մանդատը դրեն դուրս գան։ Ինչի համար, ասենք, փոշիացնեն կամ ինչ որ մի ձևի խանգարեն ընդդիմությունը։ Ես դա հաշվում եմ շատ ճիշտ քայլ իրանց կողմից։ Նույն ձևի էլ կարամ ասեմ Սերժ Սարգսյանի մասին, ճիշտ է, Սերժ Սարգսյանի մոմենտ ինձ հիշացնում է Ելցինի հիշում ես, որ ասում էր՝ «Я устал, я ухожу»։ Չնայած այս դեպքում ես չեմ մտածում, որ ինքը «Я устал, я ухожу»։ Վերադարձվեց նորից նախագահ։ Հա, ես մտածում եմ, որ ինքը էլի ինչ որ մի ձևի, ինչ աշխատում ինչ որ մի ձևի, ինձ թվում է դաժե շատ ակտիվ ձևի մասնակցելու է քաղաքական կյանքին։ Հա, կարող է իմ ելույթն անայել։ Դե ես քեզ քո ելույթի միջայլոց, չէ, բայց ինչքան հիշում դու այն ժամանակ նշեցիր, որ ինքը արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու։ Հա, բայց մի բանը ու դու գոված ես, հա։ Հա, դե ես կարամ քո այն ժամանակվա ելույթ ազգային ժողովում նշեմ, որ դու զանց ասում էիր ախպեր Ելցինին նայեք։ Օրինակ վեկալեք, որ «Я устал, я ухожу», հա, այս մոմենտը։ Ճիշտ է, այստեղ միջելս պարալել կարելի է տանել, որովհետև ասենք այդ նույն Ելցինը 99 թվին ինքը առողջականով չէր ձգում, համ էլ ինքը հասկանում էր, որ բուրն են տալիս երկիրը։ Ինքը լրիվ էդի հասկանում էր։ Լավ, չխորանանք ռուսական պոլիտիկայի մեջ, ուղղակի ես ուզում եմ բերեի մեր հայկականի վրա։ Բերեք, հա, բերեք։ Հայկականի վրա։ Ասենք նույն Սերժը չի կարա չհասկանա, որ ասենք վերջի տարիների Սերժ Սարգսյանը, նախագահը, երրորդ նախագահը, օրինակ չէր կարա չհասկանալ, որ իրա ներկա լինելը քաղաքական դաշտում կարա շատ ուժեղ ձևով նորից պարակտի քաղաքական հասարակությունը։ Ինքը չի կարա դա չհասկանա։ Ինքը շատ լավ էլ երևի տեսնում է, որ ասենք այսօրվա իշխանությունները քանի կան այդ հին անցածները, ասենք, կարելի է իրանց վրա, ասենք, ստեղծել թեմա, որի վրա մարդկանց ստիպել, որին համոզել, որ կամ նրանք են կամ սրանք։ Իսկ մարդիկ հիշելով են 30 տարվա պետությունը, պարզը որ գնում են ասում են լավ, չարիքներից էսի մեր համար ավելի լավ է, խալազելնիկի պատմությունն է, ասենք էսա էնա, հա, իսկ մարդկանց մեծ մասն էլ հետ չի նայում ընդհանրապես սահմանից դուրս ինչ է կատարվում, սահմաններին ինչ է կատարվում։ Արամ ջան, այդ քո ասածի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյան ամբիցիա թե իրոք ինքը ոչ մեկին չի տեսնում, թե նորից միակ տղամարդու դերն է ստանձնում։ Ինչա իր արածը, իրա որ այդքան չլսես ոչ մեկին։
ասենք կողքից այդքան հորդորներին, որ գնացեք, ձեր միջից կամ տղային թող ընտրեր այդ պաշտոնին դնելու համար, ում ուզում է իր թիմից, ինքը ավելի շատ իմ կարծիքն եմ ասում, ավելի շատ մեծ դիվիդենդներ կբերեր Հայաստանի համար ու շանսերը կշատացներ ընդդիմության, բայց չէ, ինչ էր դա, ամբիցիաների խնդիր էր, թե ինչ էր։ Կարելի է փակագծերը շատ չբացել, կարճ ասեմ։ Չէ, իմ մոտ պետքա բացես։ Չէ, հարցը ստեղ ոնց է։ Տղամարդկությունը, ցանկությունը, թե ստիպված է, թե պարտադրել է։ Չէ, դες տարբերակ ձեր վերլուծության։ Որպես տարբերակ օրինակ։ Իմ մոտ ասենք sense հարցեր էլի, ասենք իրա վրա բացեցին քրեական գործեր, որոշ ժամանակ դաժե ձերբակալեցին, բանարեցին։ Օրինակի համար, ես որ բերում օրինակ, ես չունեմ ինչ որ տեղեկություն, չեմ ուզում ասեմ սա sense է։ Օրինակի համար պետք է մասնակցես, թե չէ այդ գործերը նորից կբացենք։ Սա նշանակում է։ Ձեր ասելով Նիկոլ Փաշինյանը դա ընդամենը կարծիք է։ Նիկոլ Փաշինյանը հասկանալով, որ Ռոբերտ Քոչարյանը ունի 6% կամ 5% կամ 7% ստաբիլ իրան ընտրող, ինքը դրանից ավել չի ուզում։ Ու մնացած մարդկանց մոտ դեպի երկրորդ նախագահան ավելի շատ նեգատիվ է, քան այսինքն բերելով Ռոբերտ Քոչարյանին դաշտ, ինքը ստանում է այն մարդկանց, ովքեր մտածում էին։ Այո։ Իր արածի վրա։ Այո, այսինքն կոնկրետ, այսօր տեսեք ինչ է գնում դաշտում։ Կա Քոչարյան, կա Ուժեղ Հայաստան, չէ, կա ԲՀԿ։ Ճիշտ է։ Այ ուժեղ Հայաստան, տես այնտեղ Քոչարյան եք ասում։ Չէ, ես չեմ ասում։ Քոչարյան ես ասում, Արամ ջան։ Բայց այնտեղ չես ասում Սամվել Կարապետյան, ինչի։ Այնտեղ ուրեմն գլուխը նշում ես, այստեղ Ես հեսա կասեմ ինչի։ Անգլոխ է ուժեղ Հայաստան։ Ես հեսա կասեմ ինչի։ Ես հետո կասեմ։ Մի հատ էս միտքը ավարտեմ։ Ստե շատ հասարակ է, այսօրվա օրով։ Ինչ ձև է գնում քարոզչությունը, իշխանություն, իշխանական ասած ասեմ կուսակցության կողմից, որ այդ երեք ուժը միանալու են միասին, ԿՊԻ դե, որ այդ նույն ասենք մարդիկ են, նույն ուժն է, չնայած եթե մենք խորանանք, նույնը չի։ Նույնը չի։ Ես օրինակ հաստատ գիտեմ, որ ուժեղ Հայաստանը Քոչարյանին չի միանալու։ Հակառակը շատ հնարավոր է։ Հակառակը շատ հնարավոր է։ Ես խեմ առանձնացնում ուժեղ Հայաստանը Սամվել Կարապետյանից, որտեղ առաջինը ընդունել են օրենք, չէ՞ որ չի կարելի մարդկանց անուններով կոչել խմբակցությունը։ Երկրորդը, ճիշտն ասեմ, ինձ թվում է Սամվել Կարապետյան քաղաքական գործիչ ծնեց ինքը Նիկոլը։ Ստեղծեց։ Ստեղել է Նիկոլը։ Ստեղծեց պատճառներ։ Իմ հասկանալով, եթե չլինեին տնտեսական քրեական հասկացողությունները հետի վերաբերյալ եւ այլ, չէ։ Սամվել Կարապետյանը անձամբ չերել մասնակցի ոչ մի քաղաքական դաշտում։ Իմ կարծիքն է տենց։ Ինձ այդպես է թվում։ Ինձ вообще թվում է ինքը գնաց քաղաքական դաշտ ուղղակի ինքը իրան պաշտպանելու համար Հայաստանում։ Հետաքրքիր միտք է, տեսեք, գնանք առաջ։ Ես ուզում եմ Նախաբանովը հարցը ստամ, ես 2 օր առաջ տեսա Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանի առաջարկ Հայաստանի նախաձեռնությունը, որը արեց համագումար, որտեղ ընդրվեց ցույց տվեցին իրենց ցուցակի մարդկանց, խոսքեր հնչեցին, նախ առաջինը ուզում եմ ասեմ, որ դա Գագիկ Ծառուկյանին համապատասխան միջոցառում է, շքեղություն, շատ լավ կազմակերպվածությունը վերին աշճանի կազմակերպված, ամեն ինչ շատ սիրուն էր։ Այն Բարգավաճ Հայաստան Գագիկ Ծառուկյանի հետ վերադարձ կարելի ասել քաղաքականություն։ Ինչպես է վերաբերվում այդ առաջին մասը հարցից, երկրորդ հարցից երկրորդ մասը։ Իրենց այդ խոսքերը, որ իրանք ասեցին։ Օրինակ ես կասեմ, եթե այդ խոսքերը իրականանան, ես երջանիկ մարդ կլինեմ։ Ինչքանով է հնարավոր, որ Գագիկ Ծառուկյանի այդ ուժը կարողանա այն կարգով մտնի ազգային ժողով, որ կարողանա իրականացնել այդ ամեն ինչը։ Ну, համենայն դեպս ես չեմ հաշվում, ասենք այդ ուժը վերջի ուժը Հայաստանում։ Տեսեք, այստեղ հարցը ինչի մեջ է, որպեսզի մենք հասկանանք ով է, չէ։ Ուղղակի պետք է անենք մի հատ sense վերլուծություն։ Խոսքի օրինակ, даже Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ չէ, ընդհանրապես, ով էլ դա լինի, ինչ շարժում ուզում է լինի կուսակցություն, հարկավոր է ուշադրություն դարձնել, որտեղից են ֆինանսավորվում, ուշադրություն դարձնել, որտեղ են իրենց ֆինանսները, հիմնական գործիչների ասենք։ Ну խոսքի վերցնում ենք անուններով չեմ ասի հիմա։ Թե Սամվել Կարապետյան, որտեղ է իր ֆինանսները։ Խոսքի Սամվել Կարապետյան, չէ։ Ինքը որտեղից է ֆինանսավորում կամ որտեղ են իր հիմնական ֆինանսները։ Որտեղից է ֆինանսները։ ֆինանսավորում, որտեղ է իր ֆինանսները։ Ապա իմ մոտը դենց է, արամ։ Խոսքի նայ։ Ես sense եմ հասկանում, որ Սամվել Կարապետյանը ունի իր սեփական միջոցները, այո, ինքը այդ միջոցները ստեղծել է Ռուսաստանում, խոսքի չէ։ Բայց ինքը ունի իր սեփական միջոցները։
ասենք ունի արդյոք ինքը աջակցություն նույն Ռուսաստան պետության կողմից, Ոնց ունի։ թե չունի, ես ասենք Վլադիմիր Պուտինը прямо ասաց։ Էդի սա բանը ասեմ այդ հայտարարությունները, սա ընդհանրապես պետությունների հարաբերությունների մեջ է, ընդհանրապես կատարվածի մասին է, երբ որ Ռուսաստանի քաղաքացին քաղաքական միտումներով ստեղ գտնվում է, ասենք քրեական ինչ-որ վարույթի մեջ։ Չէ, խոսքը։ Բայց մենք ունենք այդքան քաներես Արամ ջան, այստեղ ես քո հետ համաձայն չեմ։ Չէ, մի հատ վերջացնեմ։ Ես չեմ ասում չկա։ Ահա։ Ես չեմ ասում չկա, բայց ասեմ կոնկրետ, այս ինչ օրը, այս ինչ մարդը, այսքան փողով իրան, ռեսուրսով իրան օգնել է, բացի ասենք այդ հայտարարությունից չէ խոսքի։ Ես չունեմ կոնկրետ տվյալներ։ Ես կարամ մենակ ասենք մտածեմ, որ երևի Ռուսաստանի կողմից աջակցություն ունի ինքը։ Բայց եթե մենք այս բանով վերցնենք, այս ձևով մտածենք, ուրեմն Քոչարյանն էլ ունի, որտեղ մենք Քոչարին համարում ենք ամենառուսամետ կուսակցությունը, չէ՞։ Արամ ջան, ես որովհետեւ շատ չհետանք հերո այդ պատմությունից, երբ որ Վլադիմիր Պուտինը հենց կոնկրետ շեշտադրումով հասկացրեց ում մասին է խոսքը։ Բայց մենք ուրեմն Վլադիմիր Պուտինը, ասենց ասած, երկու դվայնոյ ստանդարտներով առաջնորդվող անձնավորություն է, ասեմ ինչու։ Հայաստանի Հանրապետությունում այսօր մենակ Սամվել Կարապետյանը չի, որ քաղաքական հետապնդմանը ենթարկվում։ Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց քաղաքական հայացքների համար այսօր ձերբակալված բերտերում են։ Ասենք ավելի ճիշտ չէ լինի ասելու ու շեշտելու նաև օրինակ մեր քաղաքացին, բայց ինքն շեշտում է մենակ մի մարդու, դա կողմնորոշում է, որ կոնկրետ էս իրան պատժկա եմ անում։ Այստեղ մի անգամ էլ ասեմ, այդ զրույցը այդ հանդիպումը չէ։ Մենք այդ մասն արդեն խոսացել ենք, ասեմ, ես չգիտեմ ինչքանով է դա բեմադրություն, ինչքանով է ճշմարտություն, բայց այստեղ խոսքը կոնկրետ այդ զրույցը չէ։ Ընդհանրապես ուրիշ բանի մասին էր։ Դա լսել էին տալիս ժողովրդին, երկու կողմից էլ, Փաշինյանն էլ, Պուտինն էլ։ Մեր հայ ժողովրդին լսել էր տալիս կոնկրետ։ Ինչ էր ուզում հասցնել, որ մենք լսենք, որտեղ դու հասկանում ես, այդ ձևի խոսակցությունները вообще արվում են փակ դռների հետևում։ Այս անգամ բաց խոսվեց, բաց։ Դաժե Սամվել Կարապետյանի մասին խոսալուց դա Սամվել Կարապետյանի մասին չէր։ Դա Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին էր։ Ինֆորմացիա, որ ինձ ու քեզ էին հասնում որպես ժողովրդի։ Ոստեղ հարցը ինչի մեջ է։ Հա կան շատ ասենք քաղաքական բանտարկյալներ, չէ՞։ Բայց Սամվել Կարապետյանը կոնկրետ Ռուսաստանից բիզնեսմեն է, բավականին դիրք ունեցող։ Դա ստանդարտ է։ Դա իր քաղաքացին է։ Հումանիզմից ես խոսում։ Չէ, ինչ հումանիզմ։ Այսինքն դու քաղաքական հայացքներով ձերբակալված մարդուն շեշտում ես, ուրեմն շեշտի բոլորին։ Ինչ կապ ունի թե ով որտեղի քաղաքացին է։ Դու բարձավոր ստեղ կոնկրետ ասում է, որ Սամվել Կարապետյանը ունի Ռուսաստանի իշխանությունների աջակցությունը։ Արամ ջան, բայց այստեղ մի հատ Ես չեմ արդարացնում իրանց։ Ինքը հզոր մի հատ ասած ասած մեծ խոշոր երկրի նախագահ է։ Եվ ինձ չի թվում, որ ինքը այդ բառերն ասելուց առաջ չի զեկուցվել, որ Հայաստանը գոյություն ունի սահմանադրություն, որը արգելում է, օրենք գոյություն ունի, որը արգելում է այլ երկրի քաղաքացի հանդիսացող անձին հավակնելու այս պաշտոններում։ Ասելու իմաստը ո՞րն է։ Ասեմ։ Ինձ շատ հետաքրքիր է։ Այդ խոսակցությունից հետո քանի տոկոսով ավելացավ կամ պակասեց ուժեղ Հայաստանի։ Պակասեց։ Հասկանում ես։ Այո։ Ուրեմն դա կոնկրետ ասված էր նրա համար, որ պակասի։ Այսինքն Վլադիմիր Պուտինը խաղաց այն դաշտում, որտեղ պետք է Նիկոլին աճոկներ տալ, ուժեղ Հայաստանի քծել։ Նիկոլին արդյոք։ Որովհետև այն մարդիկ, որ ուժեղ Հայաստանի կողմից էին, դա չի նշանակում, որ այդ մարդիկ չլինելով ուժեղ Հայաստանի կողմից կգնան Նիկոլի կողմ։ Չէ, այսօր Հայաստանում խոսում են, տեսեք, մեր վարչապետը Պուտինին նստավ դեմերեսին ճտտացավ։ Ես իրանց բառերով եմ ասում։ Ես դա թատրոնի մոմենտն եմ ասում էլի։ Հա, բայց դու տեսեք, հայ թատրոնի մասին է խոսքը։ Ինչի է Ռուսաստանի պետք, եթե այդքան ինքը մտածում է Հայաստանի մասին, որ մեզի տանում են Ռուսաստանից հեռու, ինքն էս քայլերը անում, որ հակառակը Փաշինյանին ամրապնդում է դիրքերում։ Հետաքրքիր է, չէ՞։ Ինձ այդ հարցն է շատ ուժեղ տանջում, ես խեմ ասում, եթե դա թատրոն էր կամ եթե դա թատրոն չէր։ Որովհետև ասեմ մի անգամ էլ այդ ձևի խոսակցությունները ընդհանրապես տարվում են փակ դռների հետևում։ Ինչի այս անգամ դա դրեցին կոնկրետ բաց խոսակցության։ Ու իմիջիալոց դա ի սկզբանե Ռուսաստանի կողմից դա արվեց, որ կարդում էր այդ սաղ կետերը բաները, դա մտադրված քայլ էր։
ու ես չեմ պատկերացնում, որ դա կարող է ինչ-որ նախորդ համաձայնացած չլինի։ Եթե նախորդ համաձայնացած դա անվանում եմ թատրոն, որ կոնկրետ խոսացին հայ ժողովրդի հետ։ Երկուսն էլ։ Ոստեղ նա է հետաքրքիրը, որ Նիկոլը միտեղ ասենք, եթե ստացավ ավել հաջող, չէ, ինչ որ բաներ հավաքեց։ Մյուս կողմից էլ հասցվեց ինֆորմացիա հայ ժողովրդին, որ ինչ մինուսներ կա այս կամ այն որոշման մեջ, այս կամ այն իշխանությունը հաստատվելու կամ նոր իշխանություն գալու մեջ։ Դա գազի հարց է, դա սահմանների հարց է, չէ, դա ԵԱԵՍ-ի անդամ լինելու հարցն է, որը որ կարա բերի, ասենք, որոշ կաշկանդվածություն հարաբերությունների մեջ կամ բերի կոնկրետ էկոնոմիկական վնասների Հայաստանի համար։ Այս ինֆորմացիան էլ չի հասցվեց։ Ես շատ ուժեղ կմտածեի, որ դա թատրոն է, եթե հետո դա չամրապնդվեր, նույն Ավերչուկի այդ հոդվածը որ եղավ, երկաթգծի եւ այլի մասին։ Եթե դա չլիներ, ես կհաշվեի, որ դա վсё։ Բարգավաճ Հայաստան։ Ահա։ Գագիկ Ծառուկյան։ Իմ կողմից շատ մարդիկ անգամ ընկերներ հայտնվեցին այդ ցուցակի մեջ։ Ну, մեր կողմից ճանաչված Այո։ մարդիկ, որ մենք անձամբ ճանաչում ենք, Սուրեն Սուրենյանց։ ունենք այդ մարդկանց նկատմամբ, այո, հայտնվեցին այդ ցուցակում։ Իմ կողմից շատ լավ դիվանագետ նաև, որը արտգործ նախարար էր, Տեգուս Նիկոլի օրով, բայց այնքան պատիվ ուներ, որ Արեն։ Արա Այվազյանը, Արա Այվազյան։ ինքը այնքան հայացի կեցված պայծ, որ չհամաձայնվելով մեր այդքան զիջողական լինելու քաղաքականությունում, ինքը դուրս եկավ։ Ինքը դուրս եկավ, իրան չհանեցին։ Չեմ Բարգավաճ Հայաստանն իմիջիալոց, ես կարամ սենց ասեմ, եթե հաշվի առնենք, որ Գագիկ Ծառուկյանի հետ չեմ ասի մոտիկ ծանոթ եմ, բայց մի անգամ ասենք ծանոթացել ենք սպորտի ասպարեզում իմիջիալոց, հանդիպել ենք մի անգամ, ծանոթացել, իսկ գնաց շփում չեմ ունեցել։ Բայց սակայն այնտեղ կան երկու անձ, արդեն որ միացել են Բարգավաճ Հայաստանին, որին մենք երկուսով էլ ճանաչում ենք լավ։ Մարտուն Գրիգորյանը եւ Սուրեն Սուրենյանցը։ Սուրեն Սուրենյանցի հետ ես արդեն մի քանի անգամ ենք ունեցել զրույց միասին։ Իսկ Մարտուն Գրիգորյանի հետ ես շատ լավ հիշում եմ Գյումրիի ընտրությունները, որտեղ որ համենայն դեպս իմ համար ինքը, ասենք, եղավ սկզբունքային կոնկրետ։ Իր խոսքի տեր։ Ու ասենք, դաժե ինքը գնաց ինքը իր դեմ։ Ես շատ լավ հիշում եմ այդ մոմենտը։ Ну, չեմ բացի փակակացել, բայց համայն դեպս Գյումրու սահմաններում ինքը գնաց ինքը իր դեմ։ Ոնց որ ասած ինքը իր կոկորտից բռելով գնաց իր խոստվածի հետևից։ Չէ, դրա համար իմ կարծիքը այդ մարդու մասին բավականին բարձր է, որպես մարդ։ Իսկ մյուս կողմից էլ ինքը առաջի օրը չի, ասենք, քաղաքական դաշտում։ Ինքը եղել է միշտ падգամավոր, ասենք, ազգային ժողովում վերջի տարիներին ունի ինչ-որ կոնկրետ փորձ։ Սուրեն Սուրենյանցը ինքը ընդհանրապես, ասենք, շատ երկար պատմություն ունի քաղաքական։ Իրան կարելի է ասել ոնց որ ասում ենք նույն Էդմոնի մասին, չէ, Էդմոն Մարուկյանի մասին։ Դասական քաղաքական գործիչ կոնկրետ։ Ինքը շատ շուտ բանից է դաշտում։ Ես ես հիշացնեմ, որ դաժե 2008 դինոզավր։ Այդ մարդուն 2008 թվին պատկերացրու։ Կաները Սուրենյան ջան։ 2008 թվին, չէ, ինքն էլ է եղել նույն ինչքան գիտեմ, այդ շարժման մեջ, բայց ինքը չի եղել հրապարակում եւ ինչ որ միտեղ, որտեղ եղել է ձերբակալված։ Կոնկրետ։ Ինքը մի շաբաթ առաջ, երկու շաբաթ առաջ դրան իրան ձերբակալեցին։ Ինքը չի մասնակցել այդ ամեն ինչին։ Դաժե ես մի քիչ նեղ կասկած ունեմ, որ вообще Նիկոլա հայտնվել է, որովհետև չի եղել Սուրենյանցը։ Սենց ասեմ։ Կոնկրետ այդ իրադարձությունների մեջ։ Դաժե այդ ձևի կասկած ունեմ ես։ Եվ որ մի քիչ ասենք տնտեղային այնտեղ իրադարձությունները, տենանք ինչ խոսակցություններ, բաներ որտեղից ինչ։ Շատ հնարավոր որ գանք այդ ձևի եզրակացություն։ Լավ, Բարգավաճ Հայաստանը։ Բարգավաճ դες ասում եմ կազմում։ Հնարավորություն։ Ну իհարկե, տես ասենք Մարտուն Գրիգորյան։ Ասենք Մարտուն Գրիգորյանը համանայն դեպս ունի իր էլեկտորատը, նույն Գյումրիում։ Ճիշտ է։ Նույն Գյումրիում։ Ես вообще չեմ կասկածում, որ եթե հանգարցակի ասենք հայտնվի, ես չգիտեմ ես ում կողմից եմ, ում եմ ձայնս տալու, ինչ եմ անելու, բայց ասեմ կոնկրետ, որ նույն Գյումրիում ես եթե լինի Մարտուն Գրիգորյանի հարց, ասել եմ գյումրեցիներ ընտրեք Մարտունին։ Խոսքի, եթե ձևի հնարավորություն լինի։ Առանց մտածելու, որտեղ ես այդ մարդուն ասենք ունեմ ուրիշ վերաբերմունք խոսքի։ Ասեմ սենց։ Ու ասենք մտքերի հարցն է էլի։ Ասենք այս մարդունի քաղաքական ուղղվածությունը ինքը այդքան լայն չի ելույթ ունենում եւ այլ, ինչքան Սուրենյանցը։ Ասենք Սուրենյանցին ես գիտեմ։ Մի անգամ չենք իր հետ խոսել։ Ինքը ռեալ պոլիտիկ որ ասում են, Սուրեն Սուրենյանցը, ինքը ռեալ պոլիտիկի ասենք շատ վառ
գործիչը, որ կոնկրետ կարում է նշի կոնկրետ ինչ որ կա գետնի վրա, ինչ որ կատարվում է։ Ոչ թե գնում է երազանքների մեջ, բաների մեջ։ Քանի անգամ ենք զրույց ունեցել ու քանի անգամ, даже մի անգամ դու հիասթափվեցիր, որ ինքը եզե բան ասեց, ասենք նույն Արցախի մոմենտով, որ դա այսօր իրական չի, չէ։ Մենք ասենք իսկականից մեկ ունենք հայկական էմոցիա, որի մեջ մենք ասենք գնում ենք մի 5 քայլ առաջ մի անգամից։ Բաց ենք թողում այդ 4 քայլը, չէ։ Ինքը դա բաց չի թողնում։ Ասենք շատ, ասենք գետնի վրա։ Բայց լայն ասենք հասկացողություն ունեցող մարդը։ Ասենք այդ երկու մարդը այնտեղ կա։ Ես նախ ասենք հասկանում եմ օրինակ, որ նույն Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու որպես կառավարության անդամ։ Ոչ մի կերպ ինքը ասաց, ինքը չի մասնակցելու, հա։ Նա որ ինքը ազդեցություն ունենալու է խմբակցության վրա, դա իհարկե ունենալու է։ Ստեղ տես ասենք իմ պրինցիպիալի մոտիկացում ազգային ժողովին, չէ։ Ես կողմ եմ, որ ազգային ժողովում չլինի ոչ մի գերիշխող կուսակցություն։ Այդպես գերիշխող չլինի ընդհանրապես։ Կոալիցիա է, որ դաժե լինի 50 դա կոալիցիա է։ Չէ, ինձ գիտես ինչ եմ ուզում։ Այդ ելնելու է, ոնց է դու ուզում ես որ իշխանությունների վրա լինի հսկողություն։ Որ իշխանությունը խոսքի չգնա անի հայտարարություն, որին պետությունը տեր չի կանգնելու։ Այս օրհասական ժամանակվա ընթացքում Հայաստանի ես պրոֆեսիոնալների թիմ եմ ուզում, ոչ թե ուղղակի լավ հայ լինելը։ Դա լավ հայ լինելը, դա շատ քիչ է, Արամ ջան, համաձայնվի։ Հայաստանը սիրելը, հայրենիքը սիրելը դա քիչ է, որովհետեւ այս իրավիճակից անը դու պիտի ունենաս այդ հնարավորությունը այստեղ, որովհետեւ այդ գործողությունները կարողանաս կազմակերպես, անես։ Դու կարող անդրադառնալ, կարող չէ։ Արամ ջան, ես բարձրացրել եմ մի հարց բոլոր քաղաքական ուժերին։ Կապված Արցախի հանրապետության հետ եւ Նիկոլ Փաշինյանի հետ երկու հարց եմ տվել ու ասել եմ, շեշտել եմ, եթե մարդիկ կան, որ էկրանների նայելով կաշկանդվածություն ունեն այդ հարցին պատասխանել, թող ինձ կանչեն առանց կամերաների իմ այդ երկու հարցին պատասխան տա, որ ես կոնե կողմնորոշվել ու իմ ընկերներին էլ ասեմ, ախպեր, ես կողմնորոշվել եմ։ Առաջին հարցը. արդյոք իրանք ճանաչում են Արցախի հանրապետությունը, Արցախի տերիտորիան Ադրբեջանի կազմի մեջ։ Ոնց որ անում է Նիկոլը արդար ասում է, ես ճանաչում եմ։ Всё, ես դիշկորոշումս ունեմ Նիկոլի հետ։ Երկրորդ հարցս, արդյոք քաղաքական գնահատական չարժի տալ Նիկոլ Փաշինյանին, ինքը քաղաքական դավաճանը Հայաստանի շահերին թե ոչ։ Ինքը դավաճանա քաղաքական թե ոչ, թեկուզ մենակ Արցախի հարցով։ Այդ հարցերի պատասխանները մինչև այսօր ես չեմ ստացել։ Ես այդ հիմնակարերից է, որ Նիկոլին լրիվ վանում եմ։ Այն որ ինքը թուրքերի հետ խաղ անում, ես դրա համար էս մարդուն չեմ։ Բախբերը ուզում եմ քեզ ընդրեմ, չիմանամ դու ոնց ես մտածում։ Այստեղ մի հատ վտանգ կա իրանց համար։ Իրանց համար մի հատ վտանգ կա։ Այսօր ասենք բաց, ասենք դուրս գալ այսօր, ինչ որ մի ձևի կարոզել, որ ինքը չի ճանաչելու Արցախը Ադրբեջանի կազմում, չէ։ Իհարկե դա ռետորիկաբանական հայտարարություն է։ Դա անձնական կարա լինի վերաբերմունք։ Մեզ հարկավոր է հասկանալ, որ Հայաստան պետությունը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, Հայաստան պետությունը։ Ու երբ որ գալիս է նոր իշխանություն, ինքը պետք է որ նստեց իր տեղը, վեկալ այդ թղթաբանությունը, որի մեջ որ գրված է, որ Հայաստանը որպես պետություն ստորագրել է, որ ճանաչում է այդ ամեն ինչը, ինքը պետք է կարողանա դա ինչ որ մի ձևով խաղարկի այդ հարցը։ Ասեմ իմ, ասենք, կոնկրետ ոնց եմ մտածում այդ մասին այսօր։ Արի նորից հիշենք Պուտին-Փաշինյան հանդիպումը։ Այնտեղ մի թեթև անդրադարձան Արցախի հարցին, չէ։ Որտեղ որ համարյա հնչեց, որ Ռուսաստանը Արցախի հարցը փակված չի համարում։ Հիշում ես երևի։ Ու մեսեջներով, հա։ Մի թեթև ասենք շոշափեցին այդ հարցը։ Ու այսօր ստացվում է այեզևի նյուանս։ Ուժը, որը որ ունի հանրապետություն, չճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում, որը որ ունի այդ ձևի տեսակետ ու այդ ձևի ցանկություն, ստացվում է, որ դա կարա իրականացնի միայն ռուսների ազդեցությունը ստեղ բարձրացնելով։ Հասկանում ես։ Դա մեսեջեր որ ուղարկեցին։ Ու հարց, ես ընդհանրապես այսօր դեմ եմ ինչ որ կուսակցությունների կոնկրետ ուղղորդվածությանը իրանց քաղաքականության մեջ։ Այսինքն ես դեմ չեմ, երբ որ կա ուղղորդվածություն Հայաստանի հետաքրքրություններ, ու որ երկրների հետաքրքրություններն է համապատասխանում մեր հետաքրքրություններին, մեր շահերին, չէ։
Բայց ես դեմ եմ ընդհանրապես ուրիշ երկրների շահեր, որոնց մենք ուզում ենք համապատասխանենք։ Տարբերությունը հասկացար։ Ոստեղ այս նյուանսը կա։ Դրա համար վախենում եմ, որ ոչ մի կուսակցություն այսօր չունենա այդքան այդ աստիճանի ռիսկի գնա, որ հանգարցակի բաց, ասենք առանձին փակ դռների հետևում կարող է քեզ ինչ որ բան ասել, բայց բաց իրանցից ոչ մեկը հայտարարություն չի անի այդ կապակցությամբ։ Դա շատ վտանգավոր թեմա է իրանց համար։ Ուրեմն արեք փակենք դռները, լույսերն անջատենք, օնդրությունների այս բեմականությունը վեշճացնենք, Հայաստան, հայրենիք փրկել, Թուրքից, այս անել, այդ բեմականությունը փակենք, գնանք նայենք ինչ ենք անում, կպնենք գործներից։ Արամ ջան, եթե պետք է հիմի այս կուսակցությունները, այս ուժերը խուսափեն այս հարցերի պատասխանները տալու, որ հասական ու իմ հայրենիքից մասին է խոսքը, իմ ժողովրդից մասին է խոսքը։ Եթե իրանք պետք է խուսափեն ու մենակ պետք է ստամոքսային բաները առաջ քաշեն, ստամոքսը տակ կլինի, գիշերը սոված չես քնի, 0% կանեմ, ես իմիշ կանեմ, լսի, ուրեմն ես Սամվել Կարապետյանի ուժին եմ հիմա դիմում։ Կներես որ քեզ ուրեմ կան, չէ, իրանց եմ դիմում։ Հա, խնդրեմ, դիմի, ես էլ դաժե կօգնեմ դիմելուն։ Չէ, ես դիմում եմ իրանց։ Խնդրում եմ այդ ձեր սոցիալական ծրագրերը առաջնային չբերել զորով կապել մարդկանց վզերին գծելով 0%, իմ համար всё равно է 0 ես տալի, 10 ես տալի, թե 20 ես տալի, իմ համար կարևոր է որ իմ երագույնս միագալ լինի այս պետության մեջ, իմ խոսքս հայկական լինի, իմ ապրելակերպս հայկական լինի ու դու դրա երաշխավորը լինես։ Դու ինձ ասա ոնց ես ադրբեջանցիներին հանելու, ասում ես խաղաղ ճանապարհներով, Նիկոլն էլ ասում խաղաղ ճանապարհներով, բայց դու ոնց ես հանելու, ասենք քո հետ ինքը խաղաղ չի ուզում անի այդ Ալիև գրողի տարածը, պատերազմելու ես, զորով ես հանելու, ախպեր խոսացեք, բաց խոսացեք, ես հասկանամ ում եմ ընտրելու, ուժեղ Հայաստանը, նորից եմ ասում, ուժեղ Հայաստանը այսօր պրոբլեմ ունի մարդկանց հետ չոտքի խոսալու, կներեք այս չոտքի բառից համար դաժե, այդ էլ ասեմ որ սաղին հարմար է։ Արսեն ջան, այստեղ կա նյուանս։ Եթե մենք վերցնենք թե ինչու է այսօր ահագին մարդկանց սիրտը շահել Փաշինյանը, շահել է կոնկրետ այդ ձևի խոսակցություններով ու արած գործերով դաժե այդ ձևի ճանապարհ դպրոց մանկապարտեզ հիվանդանոց ասա ստրախովկա չէ ապահովագրություն բժշկական թոշակների բարձրացում եւ այլ այսինքն կենցաղային հարցերով ու շատ հնարավոր է որ որոշ կուսակցություններ լավ էլ հասկանում են որ Արցախի հարցի վրա իրանք այսօր չեն կարող աճուկ հավաքել չեն տեսնում իրանք այդ հնարավորությունը բայց նախ տեսնում են որ որպեսի Նիկոլ հետ պայքարեն չէ պետք է առաջ քաշեն կոնկրետ տնտեսական հարցեր այս հանգամանքն էլ կա այդպես օրինակ մենք շատ հաճախ շփվում ենք չէ այդ հարթակներում ասենք իշխող կուսակցության կողմնակիցների հետ ինչ ենք լսում իրանցից միշտ ճանապարհ ճիշտ է աշխատավարձ թոշակ եւ այլ այսինքն լրիվ կենցաղային քո ասած խալացիլնիկ պատմությունը իրանք էլ դա չեն կարող չնկատեն ու այսօր կոնկրետ 300,000 աշխատանքային տեղ այդ նույն կուսակցության մասին որ դու ասում ես չէ հարցածակում էլի որտեղ 300,000 աշխատանքային տեղ ով է աշխատելու 300,000 աշխատանքային տեղում դաժե եթե կարողանան ստեղծեն այս ամեն ինչը իմ մոտ էլ է ստեղծում խոսքի ճիշտ պոպուլիզմի ինչ-որ զգացողություն կոնկրետ այս մոմենտները կա չնայած քաղաքականությունը 70%-ով դա պոպուլիզմ է 70%-ով բայց Արամ ջան իմ համար դու ինձ իմ ընկերն ես լավ գիտես որ Արցախի հարցը այսպես գոգորտից կանած հարցը թե Արցախահայության թե Արցախի հարցը ես երբևիցե չեմ թույլ տա իմ հնարավորությունից չափով ինչ որ մեկը շահարկի այդ հարցի տակ դիվիդենտներ շահելու բայց այդ հարցի պատասխանները չհնչեցնելով թե ինչ են անելու 110-120,000 Արցախահայության հետ ինչ են իրանք ոնց են տեսնում պիտի պասպորտը փոխեն նոր աշխատանք օրինակ խի չեն խոսում այդ մարդիկ անտեսված անդեր ու դուշ չեն իրանք վախենում են այդ հարցերի պատասխանները տալու որովհետև այսօր չունեն այդ պատասխանները մենակ չունենալու հարցը չի դες հարցը ինչի մեջ է պատասխան կարելի է տալ միշտ մտածված չմտածված ինչ որ մի ձևի հռետորական չէ էմոցիոնալնի չէ ոնց որ զգացմունքային Արցախը մերն է եւ վերջ ոնց որ ասած հայ եւ այլ կարելի է դա անել ստեղ կա մի հատ հանգամանք ամեն ուժ որը որ կփորձի խոսա Արցախի ժողովրդի իրավունքների մասին որը որ իմիջիալուս կա այդ իրավունքը կա ու ինձ միջև հիմա զարմացնում է թե ինչի ասենք տեղահանված Արցախի հայությունը միջև հիմա չի ստեղծել ինչ որ մի միություն որ կզբաղի իրանց իրավունքներով կա ստեղծված
Իմ մոտ է հյուրն եղել է այդ Նու- նախագահան այդ հարցերով զբաղվում։ Ուրեմն շատ пассив են ուրեմն իրանք, Հա։ որտեվ այդ հարցերը պետք է խաղարկվի ոչ թե Հայաստանում։ Իրանց իրավունքները պետք է չխաղարկվեն Հայաստանում։ Իրանց իրավունքները կոնկրետ ժողովրդի տեղահանված, չկախված Հայաստանի իշխանություններից, չկախված Հայաստան պետությունից։ Դա պետք է լինի միջազգային հարթակներում բարձրացած հարց, ոչ թե Հայաստանում։ Ոստեղ ո՞րն է գնում հարցը։ Այն ուժը, որը որ կսկսի դիմել է ձևի միության կամ այդ ժողովրդի հետաքրություններին բաներին։ Իշխանության կողմից միանգամից գնում է խոսակցություն, որ սրանք ռևանշիստ են, այդ պատերազմի հասկացողությունը որտեղից է գալիս, որ իրանք փորձելու են Արցախը հետ բերելու հարցը խաղարկեն, դա բերելու է պատերազմի։ Սա պատճառը, որպեսզի այսօր, ասենք այդ հարցը շատ սուր չքննարկվի։ Շատ Այս օրինակ ես ասենք քաղաքականության մասին խոսալուց աշխատում եմ ընդհանրապես էմոցիա չմիացնեմ։ Ընդհանրապես չմիացնեմ, դա իմիջիալիոս մարդկանց զարմացնում է։ Հա, դրա համար դա մարդկանց զարմացնում է, մտածում են, ես քեզ ասեմ, ես օրինակ նույն Ռուսաստանին շատ ուժեղ քննադատում եմ, ասենք հիմնավորված եւ այլը, չէ։ Այդ քննադատումը, երբ որ ես սկսում եմ նշել պատճառները Ռուսաստանի, թե ինչը կատարվեց, ոնց, մարդիկ սկսում են մտածել, թե ես Ռուսաստան եմ արդարացնում։ Մարդիկ չեն ուզում ուղիղ միացնել, մի քիչ լսեն, մտածեն, որ սա հանգամանքներ է, որը մենք որպես Հայաստան հաշվի չառանք։ Մենք հաշվի չառանք դա։ Այսինքն սա ոնց է կոչվում։ Երբ որ դու գնում ես ինչ-որ քայլի, ունես զինակից, դու պետք է հասկանաս, չէ, զինակիցը ինչ կանի, ինչ չի անի։ Եթե դու չես նայում քաղաքական դրությանը, չես նայում քո զինակիցը ինչ իրան թույլ կտա, ինչ թույլ չի տա, չէ։ Դա նշանակում է, դու մտնում ես մութ սենյակ, առանց հասկանալու, թե որ կողմից պետք է հասնեն։ Մի հատ հարց է տամ ու այսօր բանանեք ամեն դեպքում հարգելի հետևորդներ խնդրում եմ մեկնաբանությունների մեջ գրեք, եթե կուզենաք արամեդ ավելի հաջախագի մեր այսպես երկխոսություն լինի, ոչ թե մենակ հյուրի կարգավիճակով, այլ հավասար, այսպես բանավիճ ենք արել։ Խնդրեմ գրեք մեկնաբանություններով, քանի որ մենք աշխարհակաղակականին այսօր չենք կարողանա անդրադառնալ, մենք մենակ հայկական դիրույթի մասին խոսեցինք, ինձ թվում է, եթե մեր հետևորդները իրենց ասենց ասած պլյուսները դնեն, մենք կկազմակերպենք նաև աշխարհակաղակական ինչ-որ հարցերի շուրջ զրույցը, բայց մի հատ sense հարցել եմ ուզում տամ, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի ու վերարտադրվի ոչ ձեր ասած ձևի կոալիցիաներով կամ զսպողական ուժով, ինչ տեղի կունենա առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, ինչ վտանգներ կան կամ ինչ օգուտներ կբերի դա Հայաստանին։ Այստեղ տես ոնց է մոմենտը, նայած թե քանի տոկոսով ինքը կվերադառնի։ Սրանց է կախված։ Եթե ինքը ունենա 51-52%, սա մի կարգ է։ Եթե ինքը ունենա սահմանադրական մեծամասնություն, այսինքն ինքը կարանա փոխի սահմանադրության կետեր, ընդունի որոշումներ մենակ իր ասենք կուսակցության ուժերով։ Սա լրիվ ուրիշ պատմություն է։ Որտեւ ասենք 51-52% տալիս է իրանց հնարավորություն։ Ինչքանով ես գիտեմ, իմիջիալոց եկեք հաշվի առնենք, որ ես ընդհանրապես հասարակ մարդ եմ էլի, ոնց են ասում կալխոզնիկ թե սավխոզնիկ։ Այնց հասարակ ասենք ես ինչ որ քաղաքագետ չեմ, ես իմով չեմ։ Դրա համար ասենք իմ մակարդակով եմ դա վերլուծում։ Եթե 51-52%-ով դու կարաս երկրի մեջ ընդունես որոշումներ, բաներ անես, իսկ ինչ մնում է արտաքին քաղաքականությանը, ասենք կան հարցեր, որոնք որ ունեն լեգիտիմություն, եթե դրանք այդ որոշումները հաստատվում են ազգային ժողովի կողմից։ 51-52%-ի դեպքում մենք ունենք հնարավորություն առնելու շատ ասենք որոշումների դեմը։ Թույլ չտանք ասենք իշխանությունը ընդունել որոշ հայադեմ ինչ-որ որոշումներ։ Օրինակ սահմանադրության փոփոխություն։ Օրինակ սահմանադրության փոփոխություն, օրինակ Արարատ լեռ, հա? Օրինակ ջերմուկ սահմանում նստած մարդիկ։ Օրինակ ում հետ տանել բանակցություններ, որպեսզի այդ հարցը արագ լուծվի, խոսքի։ Ամերիկայի հետ, Անգլիայի հետ, թե Ռուսաստանի հետ, թե Իրանի հետ, չէ։ Պեկինի չմոռանաս։ Նու Պեկինը ես չեմ մոռանում, պրոստը ես Պեկինին ակտիվ խաղացող այսօր մեր տարածաշրջանում չեմ համարում։ Պեկինը շատ հետաքրքիր է պետությունը։ Պեկինը կողքից ցածես նայում, ասում է կռվեք, տնեմ ես իմ փողը որտեղ եմ բռնելու։ Այ Պեկինի քաղաքականությունն է էսի։ Սա է իրանց քաղաքականություն, ուրիշ ձև իրանք չունեն։ Ու դրա համար այս սրանից կախում ունի։ Ես ասեմ մի անգամ էլ, իմ համար ընդհանրապես չունի նշանակություն ով լինել վարչապետ։ Կլինի Փաշինյանը, թե կլինի ԲՀԿ-ի անդամ, չէ՞, թե կլինի ասենք ուժեղ Հայաստանի անդամը, թե ով։ Իմ համար ունի նշանակություն, թե ազգային ժողովը ինչ
հսկողություն ունի այդ իշխանության վերաբերյալ։ Ունի արդյոք ազգային ժողովը հնարավորություն փոխելու այդ իշխանությունը, եթե նա չհամապատասխանի, որտեղ մենք կներեք հայ ժողովուրդ, ես սա ասելու եմ։ Մենք լինելով շատ հին պատմությունով քաղաքակիրթ ժողովուրդ, մենք այսօր քաղաքակիրթ հասարակություն չենք։ Ասենք սпасել, որ կարող է ինչ որ մի ձևի Հայաստանի իշխանությունները, ինչ որ անհաջողությունների դեպքում կարող է հանգարց դիմումները գրեն դուրս գան, ասեն կազմավորեք նոր իշխանություն, ոնց որ դա հնարավոր է, ասեն Գերմանիայում կամ Իտալիայում։ Մեր մոտ չկա այդ բանը։ Այդ կուլտուրան մեր մոտ հələ չի հասել։ Մենք հələ շատ, ասենք, ջահել պետություն ենք, որը հələ կազմավորվում է։ Եկեք հասկանանք մի հատ հասարակ ճշմարտություն։ Պոստ-սովետական հանրապետությունները բոլորը այսօր, չէ, բոլորը այսօր, բացի այն հանրապետություններից, որ մտել են Եվրամիության կազմի մեջ, ունտեղ կան կոնկրետ կանոններ, չէ, որոնք որ թելադրվում են ընդեղից խոսքի։ Այս ՍՆԳ-ի կազմի մեջ մտնող հանրապետությունները բոլորը ջահել։ Հələ որ վեկալում են այս պետությունից այս օրինակը, այն պետությունից այն օրինակը, բերում են իրանց երկրներում փորձում են, չի աշխատում, մի հատ ուրիշ ավելի լավն են բերում, չի աշխատում։ Այս մոմենտը կա։ Ու այստեղ հարկավոր է դա հաշվի առնել, որ մենք սլահագին ժամանակ պետք դառնելու համար։ Դրա համար ժողովուրդ ուր է գնում Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան, թե ուր։ Հաշվի առեք այս հասարակ բանը, որ մեր մենտալիտետի քաղ հասարակություն ստեղծելու վրա հարկավոր է աշխատել։ Դրա համար ընդհանրապես կարևոր չէ ովարնելով վարչապետը ջան, մեր ազգի համար, չգիտեմ ինչի կամ փրկիչներ միշտ։ Այդ փրկիչը պետք է լինի կոնկրետ անձ։ Մեր ազգը միջև հիմա տեղը չի բերում, որ մենք չենք ընտրում վարչապետ, մենք ընտրում ենք ազգային ժողով։ Մեր ազգը դա չի ուզում հələ հասնել, իրանց համար կա փրկիչներ։ Մեկի փրկիչը Նիկոլ Փաշինյանն է, մյուսի փրկիչը Սամվել Կարապետյանն է, այն մյուս առանց Քոչարյանի կյանք չունի եւ այլն։ Շատ լավ, իմ համար պոպուլիզմը դա պոպուլիզմ է, անկախ նրանից թե որ կողմից է դա հնչում։ Լինի դա իշխանության կողմից, լինի դա իմ համար անհանդուրժելի է։ Ես չեմ հանդուրժելու պոպուլիզմը սուդը ու ուղագի ձևերով բարեր շռայլել է ժողովրդին։ Հերիք եղավ, փոլ եղավ, մենք մեղք ենք ուղագի։ Շնորհակալություն, որ եկաք։ Ցավոք Սա սրտի, արտազրույց չեղավ, սա եղավ բանավեճ, ես հավասար ես չէ, խոսացի։ ցավոք սրտի, ընտրություններն ու քաղաքականություն առանց պոպուլիզմի հնարավոր չէ։ Լավ մնացեք ժողովուրդ ջան։ Սերտե Հաջողություն։ Կոջակը անբարոյականները թող անբարոյականի պես մեկնաբանություն գրեն, իսկ բարոյականություն եւ հայ ճանաչ, ովքեր իրանց հայ են ճանաչում, հայացի մեկնաբանություն գրեն, լավ մնացեք։